Հռոմի Պապի հուղարկավորության օրը Զելենսկիի հետ կարճատև զրույցից հետո զարմանալի բացահայտումներ է արել Միացյալ Նահանգների նախագահը։ Պարզվում է Թրամփին հաջողվել է Ուկրաինայի նախագահին համոզել հանուն խաղաղության հրաժարվել անհնարինից Ղրիմի թերակղզուց։ Կարծում եմ այո, պատրաստ է։ Այս մասին Թրամփը հայտնել է լրագրողներին Նյու Ջերսիի օդանավակայանում Վատիկանից վերադառնալիս։ Չի ասել Սպիտակ տան ղեկավարը, թե ինչպես է կարողացել համոզել Ղրիմը ուկրաինացիների սեփականությունը համարող Զելենսկիին թերակղզին ճանաչել Ռուսաստանի կազմում։ Այս պահին Մոսկվան կոնկրետ քայլերի է սպասում Կիևից, որ բանակցային դաշտ տեղափոխվի հակամարտությունը։ Կիևը պետք է որոշակի գործողություններ ձեռնարկի այս առումով։ Նրանք դրա համար օրենսդրական արգելք ունեն, բայց մինչ այժմ մենք որևէ գործողություն չենք տեսնում։ Պատշաճ դիվանագիտության համար պետք է ամուր դիրքեր ունենալ, հայտարարել է Ուկրաինայի նախագահը Վատիկանից վերադառնալուց հետո։ Զելենսկիի կարծիքով Ռուսաստանը իրականում փորձում է խաբել աշխարհին ու շարունակել պատերազմը։ Ռազմաճակատում մարտերի ամեն օրը ապացուցում է, որ Ռուսաստանը իրականում փորձում է խաբել աշխարհին, խաբել Ամերիկային եւ մյուսներին ու երկարաձգել պատերազմը։ Եվ այդ պատճառով է հենց պետք ճնշել Ռուսաստանին։ Դա անհրաժեշտ է, որպեսզի ռուսները դադարեցնեն պատերազմը։ Վատիկանում եւ Հռոմում հանդիպումները հաստատեցին, որ մեր գործընկերները հասկանում են, թե ինչ է կատարվում։ Վատիկանում Զելենսկիի հետ զրույցից հիացած Թրամփը կարծես թե հիասթափված է Մոսկվայից, ավելի ճիշտ Ռուսաստանի ամենօրյա ռմբակոծություններից։ Չի հասկանում Միացյալ Նահանգների նախագահը ինչպես կարող է Պուտինը իր ուղարկած հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո շարունակել հրթիռակոծել Ուկրաինան։ Ես շատ հիասթափված էի, որ Ռուսաստանը հրթիռներ էր արձակում։ Ես ուզում եմ, որ Ռուսաստանը դադարեցնի կրակոցները, նստի եւ համաձայնագիր ստորագրի։ Ուիթքոֆին 3 օր առաջ էր Մոսկվայում ջերմ ընդունել Ռուսաստանի նախագահը։ Այդ գիշեր ռուսական ԱԹՍ-ները դաժանորեն ռմբակոծեցին ուկրաինական քաղաքները, սպանվեցին տասնյակ մարդիկ։ Հարցին, թե այսքանից հետո վստահում է Պուտինին Միացյալ Նահանգների նախագահը, հստակ չի պատասխանել Թրամփը։ Ես ձեզ այդ մասին կտեղեկացնեմ մոտ 2 շաբաթ կամ ավելի քիչ ժամանակ անց։ Այս շաբաթը վճռորոշ կլինի ուկրաինական ճգնաժամի լուծման համար, Միացյալ Նահանգների պետքարտուղարն է ասել։ Կամ կկայունանա իրավիճակը, կամ Միացյալ Նահանգները կլվանա ձեռքերը ու կհրաժարվի միջնորդությունից։ Միացյալ Նահանգներն ունի լավատեսության հիմքեր։ Մենք պետք է որոշենք, արդյոք սա այն նախաձեռնությունն է, որին մենք ցանկանում ենք շարունակել մասնակցել, թե ժամանակն է կենտրոնանալ այլ հարցերի վրա, որոնք նույնքան կամ որոշ դեպքերում ավելի կարևոր են։ Այս անհասկանալի իրավիճակում հեռախոսով զրուցել են Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի գլխավոր դիվանագետները, քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև ուկրաինական հակամարտության կարգավորման մանրամասները։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։